Հոգևորական դառնալու համար ամենակարևորը հոգևորական դառնալու գոչում ունենալն է։ Ես ծնունդով հալեբեն եմ, Սուրյո ավանդական հայաշունչ քաղաքեն միշտ մորս խրադով, բարդատրանքով փոքր տարիքեն թերևս 7-6 տարեկան են հաջախած եմ հալեբի մեր եկեղեցիները, նախ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հետո Սուրբ Աստվածածին եկեղեցին, իբրև թբիր եւ մասնակցած եմ բادرակներուն մոմագրությամբ, սամոսերկությամբ, շարականներ սորվելով եւ այդ մեջս կորձեց այդ գոչումը եւ ահա արիտ բահը երբ ընձայվեցավ թիմումս կդարեցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգեվոր ջեմարան եւ ընդունվեցա այդ շրջանը բավական թրջվելու եւ դժվարություններով լեցուն դարիներ էին ուսումնառությունը իր հերթին բայց այդ գոչումից հետ կորձելու գոչումս յուրացնելու ճամփուն վրան շատ կարևոր ճամփորդություն մներ, եթե գուզեք ուխտակնացություն մներ։ Եվ ահա դարիները անցան եւ երբ որոշումս արի ընդունելու ցերնատրություն եւ օծումը իբրև եկեղեցու սպասավոր այն վարյանին երբ որ ծնգաճոք պիտի ընդունեի ցերնատրություն եւ օծումը այդ պահը յուրահատուկ պահ էր կյանքիս մեջ։ Եվ այդ պահը մարդկային բարերով դժվար էր նկարագրել։ Այսինքն խաղաղություն էր եւ այդ խաղաղությունը որը սկացի նաեւ իր հետ մեծ բարդականություն մգար եւ այն վարյանին սկացի որ այլևս կյանքս իմս չէ եւ կյանքս պիտի փոխվի եւ սկացումները խառն էին վախ կար շնոր ընդունելու ուրախությունը կար եւ այդ բոլորի հետ մեկտեղ սկացի որ ինձ կանչողը մարդը չէր այլ Աստված էր որ կկանչեր Որևէ հոգևորականի պարագայում նրա իրավունքների կամ հոգևոր իշխանության եւ պարտականությունների, այսինքն ինչին որ ինքը կոչված է, սահմանը որոշվում է ձեռնադրության միջոցով։ Տրվում են այնքան շնոր, որքան որ անհրաժեշտ է այդ հոգևորականին իր իշխանությունը եւ իր պարտականություններն ու հանձնառությունը իրականացնելու համար։ Եվ սա արվում է ուխտի միջոցով։ Ուխտը ինչ է։ Ուխտը ազատ կամքով հանձնառություն է։ Պատասխանատվության ստանձնում է առաքելություն իրականացնելու։ Ձեռնադրության ժամանակ, երբ ընծայացուին մոտեցնում են ձեռնադրողին, ասում են, որ մայր եկեղեցին խնդրում է որպեսզի տվյալ մարդը, որ իր ազատ կամքով եկել են ծայվելու եւ ունի վկայություն, եկեղեցու եպիսկոպոսը ձեռնադրող, որ իշխանություն ունի ձեռնադրության, ուրեմն ընծայացուին կոչի քահանայության, քահանա ընծայացուին կոչի եպիսկոպոսության, եպիսկոպոսին կոչի կաթողիկոսության։ Երբ որ ասում ենք եկեղեցին է խնդրում, այստեղ մենք նկատի ունենք եւ հավատացյալների բազմությանը եւ հոգեվորականած դասի, որոնք կազմում են հենց եկեղեցի։ Հիմա ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ եպիսկոպոս Սրբազան հայրը ձեռնադրություն էր անում եւ օծում էր ինձ, երբեք չեմ մոռանա, այսօրվա պես հիշում եմ իր խոսքը քարոզի բնաբանը, որ ասում էր Տիրոջ հոգին իմ վրա է
դրա համար էլ ինձ օծեց։ Սա Եսայում մարգարեությունից է վերցված այս խոսքը։ Եվ եթե դու այդ գիտակցությունն ունես, որ այդ պահից, երբ որ եպիսկոպոսը իր ձեռքը դրեց եւ հրավիրեց ներկա հավատացյալներին եւ հոգեվորականներին, որ ես իմ ձեռքը դնում եմ սրա վրա եւ դուք բոլորդ ինձ հետ աղոթք արեք, այդ պահից դու կրողն ես դառնում Աստվածային ամենամեծ շնորհի։ Անկախ նրանից դու ինչ կյանքով ես ապրել, ինչ վարքով ես ապրել, միևնույն է դու այդ Աստվածային շնորհդ կրել ես։ Եվ այս պատասխանատվության զգացողությունը քո ամբողջ կյանքը մինչև կյանքիդ վերջին շունչը պիտի քեզ հետևի։ Ուխտը եկեղեցական ինքնին առաքինություն չէ։ Ուխտը խթան է, մղիչ ուժ է գիտակցական, հոգևոր, ներաշխարհային մակարդակի վրա, որպեսզի քահանան կամ ուխտ կնքած հոգևորականը կամ վանականը մնա առաքինությունների դաշտում, իր ստանձնած պարտականությունների, սպասավորության արդյունավորման դաշտում։ Եվ մենք երբ ամբողջանվեր ուխտ ենք անում, մեր ամբողջական ծառայությունը բերելու հոգևոր ասպարեզում, հիմնական ուխտի այսպես բովանդակությունը հետևյալն է։ Առաջինը հնազանդություն Աստծուն, առաքելական վարդապետությանը, հայրապետական եւ ժողովական կանոններին եւ մեր անմիջական վերադասին եւ ամենայն հայոց հայրապետին, որը ամբողջ եկեղեցու գլուխն է։ Երկրորդը կամավոր աղքատությունն է, այսինքն կապված չլինել աշխարհին որևիցե նյութական կապերով։ Եվ երրորդը ժուժկալությունն է։ Ժուժկալությունը շատ մեծ հասկացություն է։ Ժուժկալությունը դա չափավորությունն է մարդուն տրված որևիցե ախորժակի։ Բայց այս երեք բովանդակային հատվածներից առաջինը հնազանդության ուխտն է, որովհետև եթե հնազանդության ուխտը խարխլվում է, սրա մեջ կա նաև խարխլումը եւ աղքատության կամավոր եւ ժուժկալության։ Հնազանդությունը մեծապես առնչվում է եկեղեցու կողմից սահմանված առաջին մահացու մեղքին կամ մոլությանը, որը հպարտություն, ամբարտավանությունը։ Սուրբ Գիրքը սահմանում է, որ հպարտությունը բոլոր մեղքերի մայրն է եւ արմատն է, որով քո անձը վեր ես դարձնում ամեն ինչից, այդ թվում նաեւ Աստծո կամքից եւ իմաստությունից։ Այդ ուխտը բահելը դժվար է, այսինքն քանց մնե, որ միշտ պիտի աշխատես վրա, գրակ մնե, որ միշտ պիտի հոգ տանից, որ այդ գրակը մշտավար մնա։ Եվ այդ մշտավար մնալուն ցևերը կան, աղոթքը, որ Աստված քո մեջ այդ ուխտին նկատմամբ այդ սերը, նվիրումը, գոչումը միշտ վար բահե։ Ամեն օր փորձության ալգրնան կենթարկվել։ Փորձությունները գրնան արդակին լալ, ջնշումներ գրնան լալ, քաղութեն, ժողովուրդեն, արդակին, բայց նաև ներքին փորձություններ կան։ Անոնց մեկը միայնակ լալն է։ Անոնց մեկը ժողովրդին ցավերը գիտնալ, բայց հաջող չարդահայտվել, բայց այդ ցավերով դարաբիլ է, այդ ցավերով իրենց լուծումներ գտնալն է, իրենց հետ լալն է։
Սուրյո բարակային գրնամսել։ Մենք ունեցանք 14 տարիներու պատերազմ, ճգնաժամ, արևանքումներ, նահատակներ եւ այս բոլորի մեջ մենք կալ ցավելով այդ ցավը չարդահայտեցինք եւ այդիկա ժողովրդի մեծ ուժներ։ Ուրեմն այդ ցախողում գլար ուխտին, եթե մենք այդ դգարության տակ ընկճվեինք։ Ուրեմն այդ պատիվը մեզանից պահանջում է կատարյալ հանձնառություն, որովհետև դու հանձնառու ես քո նմանի նկատմամբ։ Վերջիվերջո պատասխանատու ես ամեն մարդու հոգու համար։ Նախանձախնդիր պիտի լինես ամեն արարքիդ մեջ։ Այնքան նախանձախնդիր, որ դու համոզված լինես այս մարդու հոգին այլևս Աստծուն է պատկանում։ Ծանոթ թե անծանոթ, քո դիմացինի հոգին Աստծուն է պատկանում։ Սա շատ կարևոր բան է քահանայի կյանքում։ Եվ քահանան կատարյալ պատասխանատու պիտի լինի իր բոլոր արարքների մեջ։ Եթե դու պատասխանատվության այդ զգացողությունը ունեցար, վերջ-վերջո ամենամեծ խորհուրդն ես դու կատարում քո կյանքում, դա է Սուրբ հաղորդությունը, Տիրոջ մարմինն ու արյունն ես ձեռքը տարնում։ Ընդհանրապես մեր եկեղեցում շնորհների լրումը ամենայն հայոց հայրապետի անձի մեջ է, որով 3 օծում է ստացել։ Ամեն օծում հոգևորականին օժտում է հստակ շնորհներով եւ այդ շնորհներից բխում է նաեւ իր իշխանությունը, հոգևոր իշխանությունը, այդ թվում նաեւ պարտականությունները, առաքելության դաշտը, այսպես ասած։ Օրինակ, քահանան ունի 1 օծում, հետևապես իր դաշտը այն է, ինչ որ կանոններով սահմանված է քահանայի համար։ Եպիսկոպոս ունի երկրկնակի օծում եւ իր դաշտը ավելի լայն է։ Կաթողիկոսը, որ ունի եռակի օծում, ամբողջ եկեղեցու գլուխն է եւ եկեղեցու տեսանելի միության երաշխավորը։ Եվ ըստ այդմ էլ գոյություն ունի նվիրապետություն ամրագրված հնազանդության ուխտով։ Ամեն մի աստիճան ենթադրում է հնազանդություն իր վերադասին եւ այն վերադասին, որի հնազանդությանը կոչված է իր անմիջական վերադասը, այսինքն քահանան հնազանդ է եպիսկոպոսին, որը իր հերթին հնազանդ է ամենայն հայոց կաթողիկոսին։ Հետևապես քահանան նաև հնազանդ է ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետև շնորհների աղբյուրը ակունքը ձեռնադրության, Միրոնի շնորհաբաշխման կաթողիկոսն է, միակ իրավասությունը իրենն է եւ ճյուղավորումով իջնում է դեպի ներքև։ Լա հովիվի մագարտակով կամ լամանավանդ առաջնորդական եպիսկոպոսական իշխանությամբ մոլորություն մնալ իր հետը գուքա, որը մեծամտությունն է։ Այսինքն որոշում առնելու իշխանությունը միան ինձի կպատկանի եւ այդ իշխանությամբ շատ հաջող դժբախտաբար ունեցած են եկեղեցիներ, որոնք կմոռնան իրենց ծառայական հնազանդությունը եւ իրենց հոգեվոր համոստությունը, հոգեվոր գարկաբահությունը եւ գինան մեծամտության մոլորության մեջ։ Ո՞վ մեկ կարծիք նկատի չառնելով, ո՞վ մեկ կարծիքին ընթացք տալով, միան իրենց կարծիքը բարդացրելով, սա մեծամտություն է։ Եվ սա ամեն մեկ անհադի, որը ունի որոշման բարդավորություն եւ լիազորություն, այս մոլորության քայթակությունը միշտ կա։ Ուրեմն մենք պիտի փորձենք հերու մնալ այս քայթակությունեն, մոլորությունեն, մեծամտությունեն, քորոզությունեն եւ այդ մենք միան եթե այդ ուխտը, որուն համար մենք երթում դվինք կամ ուխտեցինք Աստուծո առջև եւ Սուրբ Սեղանին առջև,
մեր բարակային իբրև եպիսկոպոս իջման սուրբ սեղանին արչև եւ հայոց հայրապետին արչև այդ միշտ պետք է մեր ագանչին եւ մեր հոգեվոր ուրեմն աչքին արչևը լա մեր սրդի մեջ միշտ հնչե որ այս իշխանությունը մենք պետք է օգտագործենք բայց մեծամտությամբ չէ երթանք հարց իսկ եթե այս փոխադարձ հնազանդության պայմաններում կայացվում են որոշումներ, որոնք առաջին հայացքից ընկալվում են որպես սխալ, հակականոնական, հակաօրինական, հակաաստվածային, այս դեպքում ինչ ենք անում։ Ուրեմն յուրաքանչյուր ոք առաջնորդվում է իր խշմտանքով։ Եվ յուրաքանչյուր ուխտավոր կարող է իր բողոքի ձայնը բարձրացնել։ Կարող է համաձայն չլինել, բայց չի կարող հնազանդ չլինել, որովհետև այդ հնազանդության ուխտը ինքը կնքել է իր ազատ կամքով, ժողովրդի վկայությամբ, հոգևորականի ձեռնադրությամբ և հայրապետի տնօրինությամբ։ Մեր եկեղեցու սուրբ հայրերից Եփրեմ Ասորին է ասում է մարդու բերանից, բայց հատկապես Աստծո օծյալի բերանից աննյութ կերպով պարան է գնում Աստծո մոտ, թել է գնում Աստծո մոտ։ Եվ այդ թելը խախտել չի կարելի։ Պիտի աղոթես միշտ, եւ այդ պարանի վերջավորությունը զանգ է կախված։ Երբ Աստծուն կաղոթես, Աստված կլինի քո մեջ, եւ դու միշտ երկխոսության կլինես Տիրոջ հետ, այդ պարանդ ամուր մնալու է։ Բայց երբ որ խախտվավ, ուխտդ խախտեցիր, հավատարմությունդ խախտեցիր, երթումդ խախտեցիր, այն ժամանակ այդ թելը որ կտրվեց, այլևս շատ խիստ ապաշխարությամբ է վերականգնվելու կամ գուցե եւ չվերականգնվի, որովհետեւ այդ ուխտը խախտելը նաեւ Սուրբ Հոգու դեմ հայոյություն է։ Ամեն մեկ եկեղեցական, որ կհասնի այս որոշման ընդունելու ցերնատրությունը եւ օձումը գրթության, դաստիարակության, լուսավորության շրջանը պետք է անցնի։ Եթե այսօր անցմը ընտանիքի հայր կդառնա, իր սրբանալու ճամփան այս է։ Մյուսը գիտնական կդառնա, բժիշկ կդառնա, ջարդարապետ կդառնա, իրենց սրբության, գադարելության հասնելուն ճամփան այդ է։ Ուրեմն իմ ճամփասալ այս է։ Հիմա ես հաջողեցա, չեմ գիտեր։ Ժողովրդին վկայությունը թրական գլա, փածասական գլա, այդ իր հերթին։ Բայց իմ կյանքիս վերջին շունչին միայն գրնամ հետադարձ ակնարկով նայել, թե արդյոք ես հաջողեցա, թե ոչ։ Պողոս առաքյալը իր կողմից ձեռնադրված Տիմոթեոսին հայրն է հոգևոր, խորհուրդ է տալիս, խրատում է, ասում է նմանվիր ինձ, ինչպես ես նմանվում եմ Քրիստոսին կամ փորձում եմ նմանվել Քրիստոսին։ Մեր հայեցակետը ամեն դեպքում Քրիստոս է։ Քրիստոս էլ իր հերթին օրինակ է դարձել մեր եկեղեցու հայրերի կողմից, որոնք սրբադասվել են, այսինքն իրենց կյանքով ապացուցել են Քրիստոսին նմանվելու իրենց առաքելությունը։ Եվ հետևապես Քրիստոս ինքը արդեն իր կյանքում ցույց տվեց հնազանդությունը կատարյալ հոր հանդեպ, ցույց տվեց, որ կապվածություն չունի նյութական իրականությունից, որով մարդը ստրկանում է, մի տեսակ կռապաշտության ծառայության տակ է հայտնվում։ Եվ մյուսը կատարել օրինակ ցույց տվեց ժուժկալության։ Եվ մենք երբ կոչվում ենք քահանայագործելու, հոգևոր դաշտում սպասավորելու, Քրիստոսի այս օրինակը ոչ միայն մեզ դառնում է ներշնչանքի աղբյուր, այլև շնորհի աղբյուր։ Այդ շնորհը մեզ օժտում է զորությամբ։ 10 անգամ մեռնեմ, 10 անգամ ծնվեմ, 100 անգամ մեռնեմ ու ծնվեմ, նորից կփափագեմ քահանայության այս պատիվը ունենալու Տիրոջից։
մեզ համար Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իրապես սրբություն սրբոց է։ Եվ այդ խորանի վրա օծում ես ստացել, քո ուխտդ այնտեղ ես կապել, երբ որ գնում ես ծնկներդ գետին ես դնում եւ համբյուրում ես այդ հողը, այն ժամանակ քո ուխտդ Աստծո հետ ասում ես բարև Տեր, ես եկա, այստեղ եմ առել իմ ուխտը, այստեղ է եղել իմ ծնունդը, իմ հոգևոր ծնունդը։ Եվ այնքան հետաքրքիր է հատկապես ձեռնադրության ժամանակ, շատ խորհրդավոր է մի քիչ ավելի դու տեսնում ես քո ծնունդը։ Սա էլ մի այլ զգացողություն է։ Եվ ամեն անգամ, երբ որ գնում ես Մայրաթոր, քո հոգևոր պետի օրհնանքն ես ստանում, Վեհափառ Հայրապետին ես տեսնում, լսում ես իր խրատը, կամ որևէ հոգևորականի Մայրաթորի բակում տեսնում ես, մի պահ շփվում ես, խոսում ես, բայց հայացքդ այն իջման Սուրբ խորանի վրա է, ամբողջ այդ ձեռնադրությանդ պահից է սկսած մինչև անցյալ այս տարիները վերապրում ես։ Այո, հոգևորական ուխտը հիմնականում նորոգում է այնտեղից, որտեղից ճառագել է Տիրոջ լույսը։